Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ուղերձ էր հղել քաղաքացու օրվա կապակցությամբ։ Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար։ Չնայած այս պնդումներին Հայաստանի երկրորդ տարին անընդմեջ չի արձանագրում բարելավում Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթվում 100 առավելագույնից ստանալով 47 միավոր։ Սա նշանակում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը լուրջ է։ Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է, անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության եւ խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքների, ասել է Փաշինյանը։ Այս թեման արծարծելու եմ հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Պարոն Հոկտանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նախ ինչպես եք գնահատում վարչապետի հայտարարությունը, համակարգային կոռուպցիա այլևս չկա, որքանով է այս տեսակետը իրականության հետ աղերս ունեցող, համեցեք։ Գիտեք ինչ, երբ որ այդպիսի հայտարարություններ են արվում, այդ հայտարարությունները պետք է ընդհանրապես որպես ապացույց բերվեն փաստեր։ Ու փաստերը որպես կանոն լինում են հետազոտությունների արդյունքներ։ Ոչ այս դեպքում, նշված այդ ուղերձի դեպքում, ոչ էլ դրանից առաջ որևէ հետազոտություն, որևէ լուրջ ինչ-որ ուսումնասիրություն չի արվել, որը կապացուցեր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, թե չկա։ Այդպիսի հետազոտության մասին ես համենայն դեպս տեղյակ չեմ։ Եթե եղել է, թող բարի լինեն ներկայացնել այդ հետազոտությունը եւ հասկանանք, թե ինչու է դա արդյոք դա իսկապես լուրջ հետազոտություն է եղել եւ այլն, բայց ասել ուղղակի, այսպես ասած, սա իսկ ասեի մերկապարանոց հայտարարություն է, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված եւ այլն եւ այլն։ Համենայն դեպս նոր դուք որ նշեցիք կոռուպցիայի ընկալման համաթվի այդ արժեքը, իհարկե դա չի նշանակում, որ կա համակարգային կոռուպցիա Հայաստանում, բայց որ կան լուրջ կասկածներ, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այդպիսի բան, այդպիսի երևույթ գոյություն ունի, դա հստակ է եւ շատ ճիշտ կլիներ, որպեսզի փորձեին հասկանալ եւ դրա հիման վրա բարձել իսկապես ինչ է տեղի ունենում, հենց թեկուզ այն բանը, որ մինչև հիմա 50-ից չի լավացել, նույնիսկ Թավշյա Ոչբռնի հետ հեղափոխություն դրանից հետո առաջի 2 տարին, երբ որ կտրուկ լավացավ, ամենայն դեպս նույնիսկ այդ ժամանակ չանցավ 50-ը, իսկ դա արդեն լուրջ, արդեն պրոբլեմի, այդպես ասած, արկայությունը հստակ է։ Պարոն Հոկտանյան, տեսակետ կա, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ փոխել է իր արտահայտման ձևը։ Նորից եմ ասում, այդ ամենը ասելու համար անհրաժեշտ են իսկապես հետազոտություններ, որպեսզի դա լինի։ Ես վերջիվերջո եկել եմ գիտությունից, ֆիզիկայից եւ ընդհանրապես այդպիսի պնդումներ անելու համար անհրաժեշտ են շատ հստակ դա պայման է, որ լինեն ուսումնասիրություններ, որպեսզի հասկանանք իսկապես կոռուպցիա ինչ որ ձևա այսպես ասած ընկալում չէ, ավեշուտ դրսևորումները փոխվել են թե ոչ, արդյոք ընկալումները փոխվել են թե ոչ, եթե ընկալումները փոխվել են, ինչի շնորհիվ են փոխվել, որտեղ ընկալումը ինքը բարդ երևույթ է, տարբեր բաղադրիչներ ունի։ Այդ ամենը միայն հասկանալուց հետո կարելի է ինչ-որ հայտարարություններ անել։ Իհարկե ես հասկանում եմ, որ հենց վարչապետը ինքը քաղաքական գործիչ է եւ բնականաբար պետք է ցույց տա, որ իր օրոք իրավիճակը շատ լավ է, բայց այստեղ կա մեկ այլ ռիսկ, որ եթե մարդիկ տեսնում են, ինչպես դա ես հիշում եմ խորհրդային տարիներին, երբ որ ասում էր մի բան, իսկ պատկերը լրիվ այլ էր,
դա կարող է բերել ինչպես եղավ խորհրդային միության հետ համակարգի քայքայմանը։ Ընդհանրապես ինչ կարելի է ասել ցանցային կոռուպցիայի մասին, պարոն Հոկտանյան, ընդհանրապես ամենօրյա պայքարի մասին խոսել երկրում, որտեղ կոռուպցիոն հանցագործություններով հայտնի անձինք շարունակում են տնօրինել համայնքներ, վերահսկել ֆինանսական ու տնտեսական հոսքեր, կամ ասենք օրինակ վերահաս դատավճիռների փոխարեն հնչում են հաշտության առաջարկներ, սա կարելի է ընդհանրապես ասել, որ երկրում ցանցային կոռուպցիա չկա, եւ կա արդար պայքար կոռուպցիայի դեմ։ Ուրեմն վարչապետի ուղերձում ինձ նորից ապշեցրեց մի բան, որը չնայած ես դեռևս փետրվարի սկզբներին, երբ որ եղավ մեր կազմը փետրվարի 11-ին էր, երբ որ մեր միջազգային կազմակերպությունը հրապարակեց կոռուպցիայի կալման համատիվը եւ մենք անցկացրինք միջոցառում Եվ այն ժամանակ ես արդեն մինչ այդ արդարադատության նախարար Տիկին Գալյանը արդեն ասել էր, որ մեր մոտ կա ցանցային կոռուպցիա եւ այլն, այն իմաստով, որ դա համակարգային կոռուպցիա չէ, այստեղ փաստորեն այս ուղերձում կրկնվել է այդ նույն միտքը եւ ես այն ժամանակ էլ ասի, հիմա էլ փաստորեն լավ առիթ է կրկնելու, որ խառնվում են տարբեր կոնցեպտներ, որտեղ ցանցային կոռուպցիա, համակարգային կոռուպցիան դա մի տեսակ է կոռուպցիայի մեկ հայտանիշ, ասենք ինչ հայտանիշ ես դու ընտրում, այդ հայտանիշի հիման վրա, այսպես ասած, տիպաբանությունն է, այսինքն կան փոքր կոռուպցիա եւ կա համակարգային կոռուպցիա, կա մեծ կոռուպցիա, տարբեր տեսակներ։ Իսկ ցանցային կոռուպցիան լրիվ այլ բան է։ Ցանցային կոռուպցիա կարող է լինել նաև փոքր կոռուպցիայի պայման, դա մեխանիզմ է, դա ոչ թե տեսակ է։ Եվ բռնել ասել եւ որ գիտեք ինչ, մեր մոտ ցանցային կոռուպցիա կա, բայց համակարգային կոռուպցիա չկա, դա ուղղակի մեթոդաբանական լրջագույն սխալ է։ Որտեղ նորից եմ ասում, ընդ որում մի բան էլ ասեմ, որը հենց ձեր բերած օրինակներն էլ ցույց են տալիս, որ այո, ցանցային կոռուպցիան որպես մեխանիզմ լայնորեն տարածված է Հայաստանում, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից եւ տարբեր, ասենք, քրեական գործերից կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված եւ այդ ցանցային այդ երևույթը, որ մանավանդ Հայաստանում, գիտեք, մեր մոտ շրջապատ, որ ասում են, որ տարբեր ընկերներ, ծանոթներ, բարեկամներ իրար փորձում են, այսպես ասած, օգնել, իրենց հանցագործությունները պարտակել, դա հենց ցանցային կոռուպցիայի օրինակ է։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ ցանցային կոռուպցիան առավել մեծ հավանականություն կա, որ գոյություն ունի այն դեպքերում, երբ որ կա համակարգային կոռուպցիա կամ կա բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված high ranking officials corruption, այդ դեպքում ցանցայինի հավանականությունը շատ ավելի բարձր է, քան թե եթե ցանցայինը կա, եթե կա փոքր կոռուպցիա։ Փոքր կոռուպցիայում էլ ցանցային կոռուպցիայի մեխանիզմը օգտագործվում է։ Եվ երբ որ դուք ասում եք այսպիսի դեպքեր, դա հենց լրջագույն կասկածներ է առաջացնում, որ իրականում մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի, որի մեխանիզմը հենց ցանցային կոռուպցիայի այդ մեխանիզմն է կիրառվում։ Պարոն Հոկտանյան, իդեպ վերջերս համակարգային կոռուպցիային ընդհանրապես կոռուպցիային անդրադարձել է նաև արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, որն ասում էր, որ մենք այո Հայաստանում այնուամենայնիվ կա կոռուպցիա, բայց այն կրում է դրվագային բնույթ։ Ինչ կասեք այս մասով։ Ну, դրվագային ընդհանրապես անիմաստ արտահայտություն է։ Դրվագային բոլոր հանցագործությունները դրվագներ են։ Եթե ես ուղղակի ես ճիշտ ասած այդ ժամանակ դրան էլ անդրադարձա, ինչ է նշանակում դրվագային կոռուպցիա, դա ինձ համար անհասկանալի միտք է։ Ի վերջո ամեն մի հանցագործություն, լինի դա կոռուպցիոն թե ոչ կոռուպցիոն, դա մի ինչ-որ դրվագ է։ Եթե ես ուղղակի լավ կլիներ, որ դուք իրեն դիմեիք, որ նա բացատրեր ինչ է հասկանում ինքը դրվագային կոռուպցիա ասելով։ Այնպես որ ինձ անհասկանալի ես ուղղակի այդ հարցին չեմ էլ կարող պատասխանել դրվագային
ինչ նկատի ուներ։ Պարոն Հոկտանյան, քանի որ մեծ է ձեր փորձը եւ ուսումնասիրությունների բազան, ընդհանրապես որ ոլորտն է, որը ամենաշատն է տեղ թողնում կոռուպցիայի։ Մենք երկար ժամանակ խոսել ենք նաեւ գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մասով եւ այդ ռիսկերը ըստ էության չեն չեզոքացվել, պահպանվել են առ այսօր, թեև օրենսդրական փոփոխություններին։ Համեցեք։ Այո, գիտեք, խնդիրը նախ, այո, ոլորտները եթե վերցնում ենք, դա գնումներն են, ընդհանրապես ամբողջ աշխարհում կան այսպես կոչված բարձր ռիսկայնության ոլորտներ։ Դա գնումներն են, դա հարկային, մաքսային, այսպես ասած, համակարգերն են, եւ դրանք ոչ միայն Հայաստանում, ամենտեղ էլ համարվում են բարձր ռիսկայնություն ունեցող, իսկ եթե մենք նորից վերադառնում ենք ցանցային կոռուպցիայի այդ երևույթին, հաշվի առնելով, որ այդ ցանցերը լայնորեն կիրառում են խնամի ծանոթ բարեկամ այդ սկզբունքը, մեր մոտ այլ ոլորտներ նույնպես դառնում են կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներ։ Նույն ասենք, կրթության ոլորտում դա կարող է լինել, գիտության ոլորտում, Իխոսքով ցանկացած ոլորտ եթե վերցնում ենք, եթե մենք ունենք այդ ցանցերը կոռուպցիոն, ապա շատ այլ ոլորտներ դառնում են այդ բարձր ռիսկայնության ոլորտներ, այնպես որ միայն իսկ ընդհանրապես այո, ուղղակի գնումները եւ այլ ուրեմն ոլորտներ, որտեղ ավելի մեծ գումարներ են պատտվում, այսպես ասած, շրջանառվում, այդ ոլորտները դրանով են վտանգավոր, որ տնտեսությանը հետեւաբար ընդհանրապես համակարգին կարող են լրջագույն վնաս հասնել։ Իսկ եթե անդրադառնանք ձեր հարցի մյուս մասին կապված ինչ է փոխվել օրենսդրական բարեփոխումներ եւ այլն, գիտեք, այո, բարեփոխումներ անընդհատ արվում են նույն գնումների ոլորտում եւ տարբեր ոլորտներում, բայց բնականաբար իդեալական օրենքներ չեն լինում եւ ամեն անգամ հնարավոր է լինում ինչ որ ձեով շրջանցել, ինչպես օրինակ հաճախ է լինում, օրինակ երևի տեղյակ համայնքային գնումները, որոնք մանավանդ Երևանից դուրս, ասենք համայնքապետերի բարեկամները, հարազատները, նրանց պատկանող ընկերությունները շահում են տենդերներ կամ մեկ անձից գնումներով ինչ որ ունենում են այդ պայմանագրերը եւ այլն։ Այստեղ խնդիրը ավելի ես կդիտարկեի ոչ թե ինչ որ որպես օրենսդրական բացերը փակելու, սողանցքներ փակելու եւ այլ տեսանկյունից, այլ այդ օրենքի կիրարկման արդյունավետությունը բարձրացնելուց, այսինքն շատ հաճախ լինում է այնպես, որ նույնիսկ եթե օրենսդրությունը մանավանդ հեղափոխություններից հետո օրենսդրությունը կատարյալ չի լինում, բայց եթե կա կամք քաղաքական, լուրջ կամք, որպեսզի այդ երևույթը, ասենք բացասական երևույթները, մասնավորապես կոռուպցիան հաղթահարվեն, այդ դեպքում ուղղակի պետք է արվի, այսպես ասած, լինի այդ կամքը վերացնելու այդ երևույթը, օրինակ նույն Սինգապուրի կամ Հոնկոնգի օրինակները, եթե մենք վերցնում ենք, կամ հենց նույն մեր հարևան Վրաստանը Սաակաշվիլի իշխանության առաջին տարիները, եթե վերցնում ենք, այնտեղ ես հիշում եմ մեր քննարկումներ կային վրացի մեր գործընկերների հետ, ամեն ինչ այնպես չէր, որ օրենքները իդեալական էին, Շևարդնաձեի ժամանակվանից թողված եղած օրենքներն էին, որոնք եթե այսպես ասած անմիջապես չկատարելագործվեցին, եւ այստեղ հակառակը ավելի շատ տեղ է ունենում, երբ որ մղվում է իսկապես լուրջ պայքար կոռուպցիայի դեմ, այդ օրենքներն էլ կատարելագործվում են, այսինքն պետք է նայել այլ բան, որքանով կա ցանկություն, որքանով կա կամք այդ երևույթները հաղթահարելու մեջ, ոչ թե ասենք փորձել անընդհատ օրենքները կատարելագործել, այն հույսով, որ սա գիտեք ինչի վրա է հիմնված, այն կանխավարկածի, որ անընդհատ կլինի կուզենան խախտել, անընդհատ կոռուպցիայով զբաղվել, դա համար եկեք կատարելագործենք օրենքները։ Պետք է այնպես անել, որ այդ ցանկությունը շատ այնպիսի պատժելիություն լինի եւ այդ պատժի այնպիսի անխուսափելիություն լինի,
որ հետագայում արդեն օրենքները արդեն իրենք այսպես ասած կյանքը կթելադրի բայց եթե մենք առաջնորդում ենք նրանով որ եկեք անընդհատ կատարելագործենք օրենքը այն հույսով որ մի օր այդ օրենքները իսկապես կաշխատեն առանց փոխելով մարդկանց մենտալիտետը առանց ստեղծելու համապատասխան այսպես ասած ինստիտուցիոնալ եւ նաեւ սոցիալ հոգեբանական այսպես ասած մեխանիզմներ եւ հիմքեր մենք երբեք էլ չենք կարողանա այս վիճակից դուրս գալ։ Պարոն Հոկտանյան, ինչ մեխանիզմներով հնարավոր կլիներ արդյունավետ պայքար մղել, դուք մենթալիտետը նշեցիք, բայց նույն այն մեր քաղաքացիները, որոնք հաստատվում են ժողովրդավարական երկրներում, որտեղ կոռուպցիա չկա կամ շատ քիչ է, այնտեղ նրանք փորձ էլ չեն կատարի խաղի այլ կանոններ թելադրել։ Գիտեք, այստեղ նորից մենք վերադառնում ենք այդ հետազոտությունների խնդրին։ Իսկ ով ասաց, որ այնտեղ օրինապաշտ են մեր բոլոր քաղաքացիները։ Նույն Միացյալ Նահանգներում բարեբախտաբար ես ունեմ այնտեղ շատ մոտ նույնիսկ հարազատ կարելի ասել հարազատներ եւ մանավանդ նույն Լոս Անջելեսում, որտեղ բավականին մեծ թվով հայեր են ապրում, հանցագործություններ այնտեղ էլ են անում մեր հայրենակիցները այնպես չի որ այնտեղ մի անգամից հայտնվելով այնտեղ դառնում են սրբեր նույնը ասենք շատ այլ երկրներում դա այդպես չի նախ սկսենք դրանից այլ բան է որ ուղղակի ինչպես ես նորից ասեցի այդ երկրներում ընդհանրապես չկա երկիր որտեղ կոռուպցիա չկա դա նույնպես պետք է հստակ արձանագրել այդպիսի երկիր չկա բայց այն երկրներում որտեղ մակարդակը այնքան ցածր է որ դա կառավարելի է այսինքն դա չի վնասում լուրջ վնասներ չի հասցնում այդ համակարգին այդ երկրներում ուղղակի մի կողմից աշխատում են այդ օրենքները այսինքն կա այդ կուլտուրան որ եթե կա օրենք ուրեմն պետք է դա կատարել այս խնդիրը նույնպես մենք ունենք օրենքը երբ որ գրվում է դա ուրեմն նախ պետք է լինի բավականին այսպես ասած կյանքից բխող որպեսզի եւ երկրորդ այսինքն արհեստական չլինի դրսից թելադրել են այսպեսի օրենք գրեք դա չի կատարվի եւ երկրորդը պետք է մարդկանց մոտ այդ օրենք հարգելու մշակույթը ձևավորել այո ես ինչ որտեղ համաձայն եմ ձեզ հետ որ շատերը մեր հայրենակիցների որոնք այնտեղ են գնում նրանք այնտեղի օրենքները հարգում են բայց մյուս կողմից մենք չենք կարող ասել այդ նույն մարդիկ այստեղ ինչ է խախտել են օրենքները ու գնացել են այնտեղ դադարել են խախտելուց այս դրա համար եմ ասում այս ամենը պետք է ուղղակի հասկանալ այդպես է թե ոչ որտեվ ես ամենայն հավանականությամբ այդ մարդիկ այստեղ են եղել օրինապաշտ ուղղակի մթնոլորտ կամ տարբեր հանգամանքներ ստիպել են տարբեր այդպիսի գործարքներում ներգրավել կոռուպցիոն իսկ այնտեղ այդպիսի մթնոլորտ այդ որ ասում էի սոցիալ հոգեբանական մթնոլորտը օրենքները կատարելու օրենքներին հետևելու կուլտուրան եւ շատ այլ այդ այսպես ասած հանգամանքներ գործոններ ֆակտորներ բերում են նրան որ այնտեղ մեր քաղաքացիները ասենք այն ինչ որ այստեղ կարող է անեին, այնտեղ ուղղակի կարող է խնդիրների հանգեն։ Պարոն Հոկտանյան, իսկ ինչ գործիքակազմով հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել։ Դուք նշում եք, որ օրենսդրական փոփոխությունները բնավել արդյունավետ միջոց չեն կոռուպցիայի դեմ պայքարի առումով։ Գիտեք, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ ճանապարհից։ Բնականաբար պետք է կատարելագործվեն օրենքները, բայց ես նայում եմ նորից մեր իրականությունը եւ նորից sense տեկուզ այդ որ դուք նշեցիք ամենասկզբում կոռուպցիայի կալման համաթվի այս ստագնացիան, այսպես ասենք, կամ նույն հեղափոխությունից առաջ, երբ որ մենք տեսնում էինք ասել, որ ինչ որ օրենքներ չէին ընդունվում, չէին կատարելագործվում, նույն գնումների մասին օրենքը ներկա օրենքը նույնպես նախկինների օրոք էր ընդունվել, ընդ որում 4-րդ օրենքներ ու շատ ավելի կատարելագործված էր, քան թե ասենք դրան նախորդ օրենքները, ասենք առաջի, երկրորդ կամ երրորդ, սա 4-րդ օրենքն է։ Հիմա եթե մենք նայում ենք փաստորեն բացի օրենսդրական եւ ոչ այնքան օրենսդրական աշխատանքից երևի
Սա ուղղակի այնպես դժվար է ասել որքանով վիճելի են այն ինչ որ ես ասում եմ, բայց շատ բան է կախված այնից թե ինչպես են մարդիկ տեսնում թե վերևները ինչպես են վարվում, այսինքն տեսեք, եթե նույն այդ եւ վարչապետը եւ վարչաշրջան պաշտոնյաները, նախարարները եւ այլն, երբ որ ասում են անհանդուրժողականության մասին, մարդիկ հարցնում են իսկ այդ երևույթները որոնցում իրենք են ներգրաված կան թե ոչ եւ երբ որ տեսնում են որ տարբեր այսպես ասած ոլորտներում տեսնում են այնպիսի բաներ է կատարվում ու վերջին ասենք մի քանի այդպիսի նույն անիֆի պատմությունը կամ այլ այսպես ասած կոռուպցիոն դեպքեր կամ հողերի վաճառք կամ ինչպես ասում մի քիչ առաջ նշեցի գնումների այդ ոլորտում ծանոթների, բարեկամների, ընկերությունների կողմից տենդերներ շահելը եւ այլն անմիջապես այսպես ասած էրոզիայի ենթարկվում վստահությունը այսինքն մարդիկ ասում են եթե նորից հիշենք խորհրդային տարիները կյանքից կեսից մի քիչ պակաս այդ տարիներին եմ անցկացրել ասվում էր մի բան բայց կյանքում մենք տեսնում ենք այլ բան երբ որ ասվածը եւ դա հենց երևի բարեվարկության գլխավոր հատկանիշը պետք է լինի երբ որ մի բան ասում ես դու ինքդ առաջին հերթին այդպեսին պետք է լինես եթե դու այդպեսին չես ուրեմն ոչ մի բարոյական իրավունք չունես այդ բանը ուրիշներից ուզելու ուրիշներից պահանջելու երևի այս միգուցե դա չգիտեմ ինչ ձևով դա կարելի է հասնել այսինքն մի ինչ որ դեղատոմս մի միջոց չկա այստեղ տարբեր եւ տնտեսական եւ քաղաքական եւ սոցիալական տարբեր մեխանիզմներ երևի կիրառելով կարելի է հասնել դրան որ մարդկանց մեջ այդ ձևով կծնվի կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը այսինքն ասողը պետք է առաջին հերթին ինքը մաքուր լինի եթե նորից բերենք մեր նորից հարևանների օրինակը Վրաստանի սկզբից ամեն ինչ շատ լավ գնում էր ես ուղղակի դա ասում եմ իմ վրացի գոլեգաների Transparency International Վրաստանի իմ գոլեգաների հետ երբ որ մանավանդ 2010-ականներին էին խոսում 2009-8 թվականներից սկսած Սաակաշվիլի ռեժիմը նույն այդ բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես իրենք էին ասում տեղի ունեցավ ուղղակի վերջին տարիներին Սաակաշվիլի իշխանության այդ կոռուպցիայի այսպես ասած կոնդենսացիա վերին շերտերում այսինքն շատ լուրջ պայքար մղելով ստորին շերտերում կոռուպցիայի դեմ վերևները սկսվեց արդեն այն նույն պետական ռեկետը նույն ասենք բիզնեսի եւ քաղաքականության սերտաճում այսինքն քաղաքական եւ բիզնես վերնախավերի սերտաճում, մոնոպոլիզացիայի միտումներ եւ այլն, այսինքն այդ ժամանակվանից արդեն խարխլվեց այդ հավատը եւ որ ասենք իսկապես այս ամենը լուրջ է արվում մանավանդ եւ սա նույնպես Հայաստանի դեպքում էլ շատ ակտուալ է պետք է գնալ ոչ միայն նախկինների հետևից նրանց կոռուպցիոն հանցագործությունները բացահայտել այլև ներկաների կոռուպցիոն եթե հանցագործությունները բացահայտելու եթե միայն դու նախկիններին ես բացահայտում հանգիստ թողնելով ներկաներին սա արդեն այսպես ասած անհրաժեշտ բայց ոչ բավարար պայմանն է որ ուղղակի մարդկանց մոտ որևէ հավատ կորի որ հնարավոր է կոռուպցիան նվազեցնել եւ այնպիսի մակարդակների հասցնել որ հնարավոր լինի արդեն այսինքն ոչ թե անվնաս բայց մեծ խնդիր չլինի կոռուպցիան Շնորհակալ եմ պարոն Հոկտանյան հարցազրույցի համար հիշեցնեմ որ զրուցում էի հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ կհանդիպենք